Մենք գտնվում ենք Սուրբ Խաչ լեռան գագաթին, մեր զբոսաշրջային խմբով, Գեղամա լեռներն են, թիկունքում իսկ դիմացը Սուրբ Խաչի վանքն է ուղիղ լեռան գագաթին, հրաշալի խաչքարերով պսակված Սուրբ Խաչի վանքը, որը բագրվում է նույնիսկ 10-րդ դարերով, նույնիսկ կան հեղինակներ, որ թարգում են 12-13-րդ դարերով, չնայած որ վանքը վերականգնվել է 21-րդ դարում, այս վերջին տարիներին, ներքևում Գեղամա ծովակի ամբողջ հմայիչ գեղեցկությամբ ծփացող ջրերն են, արևելյան Սևանի լեռնաշղթայի ափամերձ ժայռոտ ափերով և պսակված Գեղամա լեռների լանջերի անդարտեկությամբ, սայրանական գույներ, ոսկե դեղին, ոսկե հասկարտերի և զմրուխտ կանաչի զուգորդումներով, իսկական սայրանական կտավ, կարծես թե վերևից ներկա է ստիպնում սայրանական կտավների բնական և կենդանի վերարտադրությանը, լեռն իր ամբողջ հմայքով, վանքն իր չքնաղ գեղեցկությամբ, խաչքարերն իրենց անզուգական նախշերով մի աննկարագրելի հմայք են հաղորդում այս վայրերին, ցույց տալով հայկական լեռնաշխարհի աստվածային գեղեցկությունը, աստվածային պարգևը մեր ժողովրդի։ Սևանն իրավի այստեղից աննման գեղեցկություն ունի։ Ոչ մի տեղ աշխարհում չեն կարող նկատել, թե ինչպես է երկինքն իր լազուր կապույտով արտացոլվում Սևանի ջրերի մեջ, ինչպես են լեռները քնքուշ, սիրող ձեռքերով կրկում Սևանի ջրերը, և ինչպես է հայի հոգին հոգեպարար, ովերգական ուշերով տարված թևածում այս լեռնաշխարհի անծայրածիր հեռուներում։ Սա խաղաղության, անդորի, դրախտի տեղակայման այն սքանչելի վայրն է, որ մեր ժողովրդին որպես պարգև բաժին հասավ, և ժողովուրդն այդ պարգևն արտահայտեց իր հավատի սյուներով, կառուցելով լեռների գագաթներին այս չքնաղագույն վանքերը, իր հավատի օրրանները, զմայրվելով սեփական բնության անմնացորդ գեղեցկությամբ։ Այս պարգևը, որ Աստված տվել է մեր ժողովրդին, արժանի է երևի նրա համար, որ ժողովուրդն իր անմնացորդ հավատով, իր քաջությամբ, իր յուրաքանչյուր սանտիմետր հողի համար տրված կռվով և աստվածային առարման կերտվածքով գեղեցկացրել, սուքել և զարդարել է այս աստվածատուր աշխարհը։ Մարդկային հոգու ամենազմայլելի պահերն է յուրաքանչյուր մեկն այս ամբից ապրում այստեղ, տեսնելով հայրենի լեռնաշխարհի այս չքնաղ գեղեցկությունը, որը ես պարտավոր էի փոխանցել ձեզ, որպեսզի դուք տեսնեիք Սուրբ Խաչի այս սքանչելի վանական համալիրը, ինչպես նաև Սևանի ջրերի աստվածային անդորը։ Կապույտի այնպիսի սքանչելի գույն, ինչպիսին այստեղ է, երևի թե աշխարհի ոչ մի մասում տեսնել հնարավոր չի։ Սա մեր հայկական լեռնաշխարհն է, սա չքնաղ Սուրբ Խաչ լեռն է և նրա Սուրբ Խաչի վանքը։ Տեսեք ինչ սքանչելի տեսարան է երկինքի և խաչի համադրությունը։ Հետևում բացվում են անզուգական գեղեցկություն ունեցող Գեղամա լեռնաշղթան, Գեղամա լեռնավահանը և մեր զբոսաշրջիկների խումբը, որը վայելում է այս սքանչելի գեղեցկությունը։ Եվ Սևանա լիճ։